Գոր, մի շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում հիմա խոսես, հավանաբար այս հարցը դու օրվա ընթացքում մի քանի անգամ ստանում ես, բայց փորձենք սպառիչ պատասխան տալ, ոնց նիհարենք հնարավորինս առողջ, առանց օրգանիզմին վնաս տալու ու պահենք այդ քաշը, որովհետև ըստ ստատիստիկայի նիհարողների 90%-ը նորից իրենց քաշը հետ են հավաքում։ Շատ կարևոր հարց է, որը որ ամեն օր ես օրական մի քանի տասնյակ անգամ ստանում եմ։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք մենք ինչի համար ենք նիհարում։ Եթե մենք նիհարում ենք ինչ-որ X առիթի մասնակցելու համար, ինչ-որ X շորի քաղաքնելու համար, վստահեցնում եմ հասնելու է այդ օրը ու դրանից հետո շատ արագ շիրը հետ եք բերելու։ Իսկ եթե նպատակ ենք մենք դնում մեր ինքնազգացողությունը կարգավորել, մեր առողջությունը կարգավորելու, ինչու՞ չէ միշտ ավելի երիտասարդ տեսք ունենալ, այս դեպքում արդեն վստահեցնում եմ արդյունքը պահպանվելու է, որովհետև այս ամեն ինչը ունենալու համար մենք պետք է ամեն օր մեր վրա աշխատանք կատարենք, ոնց որ 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս աշխատանք ենք կատարել նշված կիլոգրամները կորցնելու համար։ Իսկ իմ հետ դուք սովորություն եք ձեռք բերում, ինչպես այս ամեն ինչը մտցնեք ձեր առօրյա ու երկարաժամկետ հետևեք այս ամեն ինչին։ Առնում է ուղղակի ապրելակերպ։ Իսկ եթե ուզում եք ունենաք միշտ ավելի երիտասարդ տեսք, ուզում եք ձեր առողջությունը չկորցնեք, ձեր կառուցվածքը ինչու՞ չէ միշտ գեղեցիկ լինի, իսկ թվում է արժե այս ամեն ինչի համար ամեն օր մեր վրա որոշակի չափով աշխատանք կատարել։ Դրա համար ձեր մոտեցումը պետք է այդպիսին լինի, ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ ու ֆիքսվելով ավելի կարևոր բաների վրա, ոչ թե ինչ-որ 10-20 կիլոգրամների վրա։ Շնորհակալություն պատասխանի համար։ Եթե ինչ-որ հարցեր ունեք, կարող եք մեկնաբանություններում նշել, ժողովուրդ ջան, մենք ասենց վիդեո ֆորմատով կպատասխանենք ձեր հարցերին։ Ավելի ճիշտ գոռ։